Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուրքերն ադրբեջանցի եղբայրներին միայնակ չեն թողնում Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին, որն Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու հարցում։ Մի ձևակերպում, որ բացարձակ անընդունելի է հայկական կողմի համար, այնքան, որ օրինակ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, երբ լրագրողները հիմա այս մասին հարց են տալիս, խիստ լակոնիկ է պատասխանում։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Հայ լրագրողները հոգնել են, թե ոչ թուրք պաշտոնյաները չեն հոգնել։ Ուրալօղլուն է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը, էլի Զանգեզուրի միջանցք է թմբկահարում թուրքական հեռուստաընկերության եթերում։ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ոչ երկկողմ, ոչ էլ բազմակողմ, ոչ ստորագրված, ոչ էլ նախաստորագրված որևէ փաստաթղթում Զանգեզուրի միջանցք ձևակերպում չես գտնի, բայց դա այսպես թե այնպես կարծես չի խանգարում, բան չի փոխում թուրքերի կյանքում։ Մասնագետներն ասում են, պատահական ոչինչ չկա, մի սովորական քմահաճություն էլ չէ։ Ով ինչ էլ ասի, իրենք այդ ձևակերպումով են առաջ շարժվելու։ Կոնկրետ խնդիր կա սեղանին, դա էլ լուծում են։ Ապշունի այդ ճանապարհը ինչպես կանցնի, ինչ առավելություններ կտա, թե չի տա իրանք դա միշտ դրա հետ կապված օգտագործելու են Զանգեզուրի միջանցք տերմինը։ Այստեղ ես կասեի ավելի շատ իրանք փորձում են ինստիտուցիոնալացնել այդ անունը։ Իրանք այս պահին այդ խնդիրն են փորձում լուծել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանը շրջանցելով Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային կապող միջին միջանցքի եւ Թրամփի երթուղու հատման գծերին, ինչպես ասում է թուրք պաշտոնյան, Զանգեզուրի միջանցքը լինելու է միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Միջազգայնագետն ընդգծում է, մեկը մյուսի համար խնդրահարույց ճանապարհ է։ Այն ճանապարհը, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության մասին եւ որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, որտեղ պետք է Միացյալ Նահանգները յուրահատուկ ինչ որ մոնիտորինգ լինի, դա անվտանգություն ապահովելու դեր խաղան, դժվար թե մենք պատկերացնենք, որ Չինաստանը հետաքրքրված լինի, որպեսզի այն ճանապարհները, որոնք կառուցվելու են, որտեղով պետք է անցնեն չինական ապրանքները եւ հասնեն Մերձավոր Արևել կամ Եվրոպա, պետք է վերահսկվեն Միացյալ Նահանգների կողմից։ Թուրքիային հիմա պետք է ընկալել նրա հիմնական նպատակի թյուրքական պետությունների միավորման համատեքստում, շարունակում է փորձագետը։ Ինչպես թուրքական, այդպես էլ որոշ ադրբեջանական շրջանակներում, իդեպ նաև պետական մակարդակով ոչ միայն Զանգեզուրի միջանցք են անվանում այս ճանապարհը, այ Թուրք յոլու թարգմանում է որպես թուրքական ճանապարհ, այսինքն իրենք արդեն իսկ հիմիկվանից դիտարկում են որպես կարևոր ճանապարհ թուրքական պետությունների համար։ Սյունիքի թրիփից ի դեպ էական նորություններ չկան։ Մեր երկրի տարածքային կառավարման պատասխանատու նախարարն է լրագրողներին տեղեկացրել։ Քննարկումների փուլ է, բայց նույնիսկ մարզերի եւ համայնքների հետ աշխատանքին դեռ չեն հասել։ Մենք պլանավորվածի համեմատ անհամեստ չհնչի ունեն մենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր առջև դրված խնդիրները շատ ավելի բարձր են։ Էկոնոմիկայի նախարարը թվում է բոլոր այն ոլորտները, որոնց զարգացման ուղղությամբ ահռելի միջոցներ են ներդրվել եւ դեռ կներդրվեն։ Տուրիզմ, ագրոբիզնես, տասնյակ ծրագրեր են իրականացվել եւ դեռ հաջորդ տարի էլ իրականացվելու են։ Ենթադրվում է, որ ներդրված գումարները դառնալու են շահույթ, հետո հարկեր, հետո վերադառնալու են բյուջե եւ ըստ այդմ նորից ծառայելու են այս ծրագրերի իրականացմանը։ Մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք։ Հարյուրավոր միլիոնների հասնող ծրագրերը ենթադրում են, որ գետնի վրա Հայաստանի տնտեսության բովանդակությունը կփոխվի, այսինքն կսկսեն աճել բարիք ստեղծող արտադրության եւ արտահանման ոլորտի ընկերությունները, որոնք աշխատատեղերով կապահովեն հազարավոր մարդկանց եւ արտարժույթի մուտք կապահովեն երկիր։ Գործնականում առայժմ այլ պատկերը։ Օրերս հրապարակվեց տարվա 9 ամիսների ընթացքում երկրի ամենախոշոր 1000 հարկատուների ցանկը։ Հետաքրքիր են բնականաբար 10 ամենախոշորները։ Ինչու, որովհետև հենց նրանց միջոցով կարելի է պարզել, թե որ ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսներն են ամենաշատը եկամուտ ապահովում պետության համար։ Տասնյակում առաջին տեղում ընկերություն է, որը զբաղվում է սմարթֆոնների ներկրումով։ Հաջորդիվ կա 2 բանկ եւ շահույթով խաղերի բիզնեսում ներգրաված 2 ընկերություն։
Արկերը կախված են նաև շահութաբերությունից, որովհետև որտեղ շահութաբերությունը բարձր է, այնտեղ շատ շահույթ են ստանում, շրջանառությունը մեծ է լինում եւ այդտեղից էլ հարկեր են գոյանում։ Եվ դա իհարկե ցույց է տալիս մեր տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները։ Բանկերը վերջին տարիներին գնալով ավելացնում են իրենց շահույթը եւ զարմանալի չէ, որ երկուսը հայտնվել են ամենախոշոր հարկատուների տասնյակում։ Հարցն այն է, թե արդյոք սա լավ է տնտեսության համար եւ ընդհանրապես խոսում է արդյոք առողջ տնտեսության մասին։ Այդ ոլորտները ինչքանով են նպաստում մնացած տնտեսությանը, դա կարող է տեղի ունենալ իրական հատվածի հաշվին եւ իրականում տեղի է ունենում, որովհետեւ տոկոսադրույքները համեմատաբար բարձր մնալով չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանը, ներդրումները չեն խրախուսվում եւ այդ առումով խոչընդոտում են իրական հատվածի զարգացմանը։ Տարիներ շարունակ խոսվում է շահումով խաղերի ոլորտի զսպման անհրաժեշտության մասին, փոխարենը այս ոլորտն էլ է տարեցտարի գրանցում շրջանառության ռեկորդներ։ Նախորդ տարի օրինակ պետական բյուջեի չափ փող էր պտտվել այս դաշտում եւ զարմանալի չէ, որ ոլորտի երկու ընկերություն հայտնվել է 10 խոշոր հարկատուների ցանկում։ Այստեղ ուղղակի պետական քաղաքականության հարցն է, եթե պետությունը, կառավարությունը գտնում է, որ պետք չի որպեսզի այդ ոլորտներ փող գնան, ապա կարող է դրա տնտեսական եղանակներով սահմանափակելու միջոցներ գտնել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ դա, բայց ավաղ մեր կառավարությունը այլ տեսակետ ունի։ Անկախ հայտարարություններից կախվածությունը ռուսական կապիտալից եւս պահպանվում է, այն որ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ դեպի Ռուսաստան սմարթֆոնների վերարտահանումով զբաղվող ընկերություն խոսում է այդ մասին, այսինքն բյուջեի եկամուտները հավաքագրվում են մի պրոցեսի արդյունքում, որի ընթացքում Հայաստանում չի ստեղծվում եւ ոչ մի պրոդուկտ։ Ազգային ժողովի ֆինանսավորումը պետական բյուջեից հաջորդ տարի նվազելու է, կառույցին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 4 միլիոն դրամ, 68 միլիոն դրամով պակաս, քան 2025 թվականին։ Ազգային ժողովի ֆինանսավորման կրճատմանը զուգահեռ, սակայն падգամավորը հիշեցնում է ժամանակին քննարկված մի նախագիծ, ինչը իրենից ենթադրում էր ֆինանսական հավելյալ միջոցներ։ Մենք ժամանակին քննարկում ենք մի այսպիսի առաջարկ, որ ամեն տարի Ազգային ժողովը բացի իրեն հատկացվող հիմնական բյուջեից, պահպանման ծախսերից, աշխատավարձերից եւ այլն, ունենա նաեւ այդ բյուջեի որոշակի տոկոսի չափով հավելյալ գումար, որը կծախսվի հետազոտություններ պատվիրելու վրա։ Բայց բյուջեի միջոցները անսահմանափակ չեն, ծախսերը անընդհատ ավելացնել հնարավոր չէ, ուստի ֆինանսների նախարարը հորդորում է հավելյալ առաջարկներով ներկայանալ նման դեպքերում։ Մենք էլ կոչ ենք անում մեր գործընկերներին կառավարությունում, որ եթե որևէ ուղղությամբ մի հատ լավ նախաձեռնություն կա, ապա զուգահեռ առաջարկ ներկայացվի, թե ինչը չենք ուզում շարունակենք անել եւ դրա հաշվին պետք է այդ ավելի լավ բանը անենք։ Պատգամավորները հետաքրքրվում են այդ դեպքում ինչպես է ստացվում, որ օրինակ վարչապետի աշխատակազմի կամ պետական վերահսկողության ծառայության բյուջեն հաջորդ տարվա համար ավելացել է, ինչ միջոցների հաշվին է դա հնարավոր դարձել։ Պետական վերահսկողության ծառայությունում բյուջեն ավելացել է, որտեղ նոր ֆունկցիա է ավելացել, այդ ֆունկցիան տեղափոխվել է ֆինանսների նախարարությունից եւ ֆինանսների նախարարությունում այդ չափով կրճատումներ են տեղի ունեցել։ Ավելին ձեզ ասեմ, ֆինանսների նախարարությունում այդ ֆունկցիան տեղափոխումից առաջ նոր ֆունկցիա է ավելացել, որի համար հավելյալ ռեսուրսներ, այսինքն այդ գնահատման ֆունկցիան, որի մասին ես խոսեցի, դրա համար հավելյալ ռեսուրսներ չի պահանջվել, որտեղ մենք ունեցել ենք թափուր հաստիկներ, որի միջոցով այդ ֆունկցիան լրացրել ենք։ Ֆինանսների նախարարը պարզաբանում է, ընդհանուր առմամբ նվազումներ տեղի են ունեցել բոլոր մարմիններում։ Այլ հարց է, որ որոշ ուղղություններով են ֆինանսական միջոցների ավելացումներ արձանագրվել։ Ապարատային ծախսերի նվազում է տեղի ունեցել, որովհետև մենք ուզում ենք, նպատակ ունենք օպտիմիզացնել պետական կառավարման համակարգը, այսինքն նույն արդյունքը կամ ավելի շատ արդյունք կարողանանք ստեղծել ավելի փոքր ռեսուրս ծախսելով։ Ըստ Հովհաննիսյանի բյուջեի հատկացումների ընդհանուր մոտեցումը հետևյալ կերպ է եղել. հաշվել են, թե յուրաքանչյուր մարմնի որքան գումար պետք է հատկացվի բնականոն գործունեությունը ապահովելու համար եւ դա կրճատել են 4%-ով։
Երևանում տարիներ առաջ բավականին ակտիվ կազմակերպվում էին ակցիաներ, որոնք դեմ եմ անունն ունեին։ Ում կամ ինչին էին դեմ մասնակիցները։ Այդ ակցիաները օգուտ չտվեցին։ Հետագայում հենց դրանց կազմակերպիչների համաձայնությամբ բարեփոխումները իրականություն դարձան եւ մարդկանց գրպանը հարմարվեց այն փաստի հետ, որ ամսվա աշխատավարձի որոշակի տոկոսը մեխանիկորեն փոխանցվելու է այս կամ այն կենսաթոշակային ֆոնդին, որի անունը նույնիսկ այդ փողի տերը չգիտի։ Խոստումը պարզ է, հավաքված գումարները գումարած որոշակի տոկոսներ վերադարձվելու են նույն այդ անձին, երբ նա դառնա թոշակառու։ Իսկ որտեղ են այդ գումարները պտտվում, հիմնականում դրսի ֆոնդերում, մի մասն էլ երկրի ներսում ներդրվում են բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում, որպեսզի տոկոսներից գումար վաստակեն։ Այդ ակցիաները ավելի շատ տեղավորում են շոկաներ, որոնք համեմատաբար ռիսկային չեն, ու այդ ռիսկային դեպքերից եթե մեր երկրում դա բարձր տոկոսներ էլ չեն տատրում, էլի ուրիշ թե։ Կենսաթոշակային ֆոնդերը մեր գումարների շրջանառության արդյունքում հիմնականում շահույթ են գեներացնում, երբեմն լինում են նաև կորուստներ։ Այդուհանդերձ ընդհանուր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կապիտալը 2 միլիարդ դոլարից ավելի է այս պահին։ Բայց ինչ է ստացվում, մենք հավաքում ենք մեր աշխատավարձի մի մասը տալիս արտասահմանյան ֆոնդերին, որոնք դրա մի մասը վերադարձնում են մեր բանկեր եւ ավելի բարձր տոկոսներով տալիս նրանց, որ վերջիններս էլ ավելի բարձր տոկոսներով այդ նույն գումարները տան մեզ։ Մենք այդ շրջանակներին երբ որ տալիս ենք, դուրս է գալիս երկրից, այո, իրանք էլ մեզ մեր տված փողը ավելի հանք վաճառում են մեզ։ Մասնագետների կարծիքով Հայաստանի կենսաթոշակային համակարգը պետք է կառուցված լինի լրիվ այլ տրամաբանությամբ։ Մեզանից հավաքված գումարները պետք է ամբողջությամբ ներդրվեին մեր տնտեսության մեջ եւ տնտեսություն ասելով նկատի չունեն ֆինանսական շուկան։ Խոսքը տնտեսության իրական հատվածի մասին է։ Շատ ցանկալի է, որ դա լինի մեր տնտեսության ներսում։ Բազմաթիվ են այն ոլորտները, սկսած երկրորդ էներգաբլոկի կառուցում, Վանաձորի Քիմպրոմ, Նայիրի, որոնց համար նաև ներդրումներ են պահանջվում։ Օրինակ վերջին շրջանում ակտիվ քննարկվում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարները պարտքով հայթայթելու անհրաժեշտության հարցը։ Պետությունը բարձր տոկոսներով ստիպված է լինելու վարկային միջոցներ ներգրավել ռազմավարական այդ խնդիրը լուծելու եւ հետագայում եկամուտ ապահովելու համար։ Այն դեպքում, երբ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի ահռելի միջոցները պտտվում են դրսի եւ ներսի ֆինանսական շուկաներում։ Այդ հիմնական խոշոր հարցից մեկը լուծված չի ձեռնարկությունները, որպես կանոն, հակ բաժնետիրական են, ու այդ ամբողջ այդ բորսայի գաղափարը մեր մոտ բալասը կոլապսի է տանում։ Երկու արժեթղթեր, որոնք իրական եկամուտ են բերում ու ապահովված են, համարյա չկա։ Այս ոլորտում հարուստ փորձ ունեն արևմտյան ֆոնդերը, որոնք իրենց կապիտալի մի մասը ներդնում են առաջատար տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերում։ Դրանով իսկ մի կողմից աջակցելով ոլորտի առաջընթացին, մյուս կողմից թոշակառուների կապիտալի ավելացմանը։ Ոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական կայքերում տարածվում են խարդախ հայտարարություններ, արտարժույթ հատկապես ռուբլի բարձր փոխարժեքով փոխանակելու վերաբերյալ։ Խարդախությունը գործում է այսպես. հանցավորները վարձում են թանկարժեք մեքենա, որի վարորդը փոխանակում է գումարը, բայց իրականում գումարը չի վերադարձվում, հորդորում են փոխանակումը կատարել միայն լիցենզավորված արժութային գործակալությունների միջոցով։ Հայաստանում 2026-ի հունվարի 1-ից բոլոր նախկին ու գործող բենզալցակայինները պետք է վերազինվեն եւ վերակառուցվեն, որպեսզի համապատասխանեն նոր տեխնիկական անվտանգության պահանջներին։ Նախորդ ժամանակահատվածում տեսչական մարմինը կասեցրել է 276 բենզալցակայանի գործունեություն, որոնցից 71-ը ապամոնտաժվել է։ Նոր պահանջները սահմանված են ներքին գործերի նախարարության կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտով։